Պարոն Դանիելյան, Սյունիքի մարզում ըստ ԱԱԾ-ի հրապարակած տեղեկության երկու անչափահաս քաղաքացի կրկին ըստ ԱԱԾ-ի մոլորվել են, անցել են Ադրբեջանի տարածք եւ հիմա ասում են բանակցում են երեխաներին գտնելու հետ կապված։ Նախ դուք այս իրավիճակը ինչպես եք գնահատում։ Ես մի քանի օր առաջ եմ Սյունիքից վերադարձել, դրա մասին եւ գրառում եմ արել եւ տարբեր եթերների ժամանակ այդ խնդիրները բարձրաձայնել եմ, անվտանգային խնդիրները հատկապես եւ նաեւ սոցիալ-տնտեսական, ինչու՞ չէ։ Անվտանգային լուրջ խնդիրներ կան Սյունիքի մարզում, նախ թշնամու ամենօրյա կրակոցները, Խոզնավար, Խնածախ գյուղերի, այսինքն թշնամին անդադ պարբերաբար կրակում է այդ ուղղությամբ, հիմնականում գիշերային ժամերին, դրա մասին նաեւ մեր հայրենակիցներն էին ասում։ Իսկ խնդիրը գիտեք ինչու՞մն է, որ ադրբեջանցիները կոնկրետ իրենց արժև նպատակ են դրել, որ այդ տարածքում բնակիչները ստիպված լինեն արտագաղթեն, ասենք այդ պարբերաբար կրակոցները եւ նաեւ այդ խնդիրը որ կա, որ ասցիք այդ մարդիկ երկու, եթե չեմ սխալ, անչափահասներ են, չէ՞, պետք նախ պարզենք, արդյոք մոլորվել են այդ մարդիկ, որ թե առևանգել են։ Շատ ժամանակ ադրբեջանցիները կոնկրետ հատուկ օպերացիան են կազմակերպում եւ Հայաստանի տարածքից են այդ մարդկանց ստանում, դա զինվորականներ են, դա քաղաքացիական անձիկ են եւ սենց հապճեպ հայտարարություն ես չեմ հասկանում, ոնց կարելի է առանց հանգամանքները պարզելու միանգամից ասեն, որ մոլորվել են գնացել, իսկ միգուցե չեն մոլորվել, հաշվի առնելով այն խնդիրները, որ կա, սահմանային են խնդիրները, որ կա։ Այդ մեկ, երկրորդն էլ ամեն ինչ անում են ադրբեջանցիները, որ նաև մարդիկ չկարողանան այդտեղ զբաղվել գյուղատնտեսությամբ, այսինքն անհնարինություն են ստեղծում այդտեղ ապրող հայ մարդու։ Եվ նորից եմ կրկնում, ինձ համար շատ տարօրինակ է հապճեպ նման հայտարարությունները։ Եվ եթե անգամ մոլորվել են, ինչ օրինակ մեխանիզմներ կա կամ այդ սահմանապահները, որ սահմանին գտնվող սահմանապահները արդյոք ինչ թերացումներ ունեն, որտեղ ա եղել մեր եւ սահմանապահները եւ եթե օրինակ ՊՆ-ի վերահսկողության տակ մեր ծառայողները որտեղ են եղել, փաստորեն եթե ընդունենք այն վարկածը, որ մոլորվել են, գնացել են, ճշնամին էլ ուրեմն հեշտ կարող ներթափանցի Հայաստանի Հանրապետության տարածք, այսինքն մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն եւ սա մի անգամ չէ եւ տեսեք ցավոք սրտի նաեւ մեր հայրենակիցներն ասում են, որ բարբերաբար անասնագողություն էլ է տեղի ունենում, այսինքն ադրբեջանցիները Հայաստանի տարածքից անասունը քշում տանում են եւ դա էլ խնդիր, այսինքն խնդիրների մի հատ փունջ կա, էլի սենց որը որ չլուծելու դեպքում եւ մի քանի տարի ուներ իշխանությունը այս խնդիրները լուծելու եւ փաստացի իրենց պրավալի ձախողման արդյունքում այս ամեն ինչը։ Եվ այս խաղաղության դարաշրջան անվան տակ, որ ասում են, տեսեք, խաղաղության դարաշրջանա։ Եթե խաղաղության դարաշրջանա, ադրբեջանցիները ամեն օր ինչի են կրակում։ Ինչի են կրակում։ Գյուշապետը ասում է կրակում են, որ հոգեբանորեն ճնշեն, որպեսզի թողնեն այդտեղից գնան։ Չէ, տենց չի լինի, այսինքն ուրեմն նույնը նաև անում են Տավուշի մարզում, նույնը անում են մնացած տեղեր, դա չեղավ արդեն խաղաղություն։ Ադրբեջանը դա արդեն ծրագիր է իրականացնում։ Պատերազմ չի լինելու, Նիկոլ Փաշինյանը ոնց չի պատերազմ, այսինքն եթե մարդկանց տների վրա ես իմ աչքով տեսել եմ այդ հետքերը, երջանիկ պատասխանատվությամբ փառք Տիրոջը մարդ չի վիրավորվել, դժբախտ պատահար տեղի չի ունեցել, այսինքն զոհեր չունենք, փառք Աստծո, էլ նորից եմ կրկնում, բայց այդ մարդիկ կրակում են, թիրախավորած կրակում են եւ ԿՊ պատգամավորներ եւ իշխանականներն ասում են ոչ մի բան չկա, մենք գնում ենք խաղաղության դարաշրջանը, խաղաղության խաչմերուկ կա, ամեն ինչ լավ է, ամեն ինչ օքեյ է, ո՞րն է դրա օքեյը։ Ո՞րն է դրա ես փոխանակ աղաղակեն, փոխանակ այս խնդիրը բարձրացնեն տարբեր ացիաներով։ Ինչա ամեն անգամ ադրբեջանցիները պետք է կրակեն, մերոնք էլ արդարացնեն այդ կրակոցները։ Որն է, ասինքն ես չեմ հասկանում, բա իրանց գործառույթը որն է, բա իրանք որպես իշխանություն ինչ են։ Ինչ պատասխանատվություն են կրում։ Եկել են չլինի սահմաններից ադրբեջանցիները եկել էին իրանց ուզած տեղերը, իրանց դիրքերը բան էին արել, դրել էին եւ պաշտպանության նախարարությունը գցում էր սահմանապահ զորքերի վրա, սահմանապահ զորքերը գցում էին պաշտպանության նախարարության վրա։ Այնի ասում էր, նա մեղավոր, այն մեկն ասում էր, այն մեկն է մեղավոր։ Փաստացի պետության անգործության արդյունքում է տեղի ունենում այս ամբողջ խնդիրներն ու խնդիրները եւ ճշնամին կրկնում եմ ունի իր արժեվ նպատակ դրած
Այն որ ասում են, դե տեսեք սահմանագծման, սահմանազատման աշխատանքներ են կատարում եւ տեսեք խաղաղ հանգիստը ոչ միտեղ էլ խաղաղ չի։ Բերդի տարածաշրջանում, այսինքն Տավուշի մարզում կրակում են, Սյունիքում կրակում են, Գեղարքունիքում կրակում են։ Մեր զինվորներին հրաման կա, որ որևէ մի կերպ չարձագանքեն, այդ ու սադրանքների են գնում, ամենակեղտոտ սադրանքների են գնում ադրբեջանցիները, ոչ միայն կրակոցներով, այլ նաև ամեն ինչ անում են, որպեսզի կրկնում եմ, տեղի բնակչությունը այլևս այդտեղ ապրելու հնարավորություն չունենա։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ինչ վստահություն ունի, որ ասում է պատերազմ չի լինելու, խաղաղություն է լինելու։ Դե Նիկոլ Փաշինյան չեք տեսնում, անկողին ամտել դուրս չի գալիս։ Նիկոլ Փաշինյանը ուրիշ հարցերով է զբաղված։ Ում երեխան ումից է, ում հետ է քնում, ում հետ է վեր կենում, որտեղ բազիբիլ կա, որտեղ կեղտ կա, որտեղ որ չգիտեմ, բանա, այդ մարդը կարևոր գործեր ունի, անվտանգային խնդիրներն ի՞նչ է, անվտանգային դուք ինչ եք կարծում, դա այդքան կարևոր խնդիր է, անվտանգային խնդիրը, որ Նիկոլ Փաշինյանին կամ իշխող ուժին հուզի։ Օրը կարևորը մի քանի ստատուս գրի, իր գործը կհամարվի, արած ժողովրդին կմոլորեցնի, կխափի, կասի նորմալ ամեն ինչ, այնով որ այդ խնդիրներն էլ բարձրացնում է, կասի լկտի սուտ է։ Ինչ, գիտեք ինչ էին ասում այդ գյուղերում, ասում են Նիկոլ Փաշինյանը գալիս է Ղափանում հեծանիվ քշում է, մի հատ չի գալիս այս գյուղերում տեսնի ինչ է կատարվում։ Այսինքն հեծանիվ քշելու ժամանակ ունես, այդ գյուղերը գնալու ժամանակ չունես, այդ խնդիրը ով պիտի լուծի, ես պիտի լուծեմ այդ խնդիրները, բայց իշխանությունը իրանք են ով պիտի լուծի։ Բայց այդ խնդիրները չես լուծում, դա քանի գնալու խորանալու էլի։ Հիմա դու իր քանուզում անստես ես լուրջ դեմքով ստատուս գրես ու ասես մենք անվտանգ, մենք խաղաղության դարաշրջան, խաղաղության խաչմերուկ։ Վրացիները դե չեն թողում որ մեր բեռնատարները գնա կանգնած են ամիսներ շարունակ։ Ստեղ էլ մեր վրա կրակում են։ Ինչքան դու ուզում ես ասա խաղաղության դարաշրջան։ Դե ասա։ Դե դու էլ ասա։ Դրանով խաղաղության դարաշրջանը գալու է։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ, շամին քանի գնալ ավելի լկտի անալու է։ Ու ավելի ես նորից եմ կրում, չեմ ուզում անվերողության կանխավարկածը խախտել, բայց ես կարծում եմ, որ սա նաև Ադրբեջանի կողմից հատուկ գործողություն է ու դա իրենց ձեռագիրն է ադրբեջանցիների։ Այո։ Այսինքն ես կարծում եմ, որ այդ մարդիկ մոլորվելու արդյունք չէ, էլի Հայաստանի Հանրապետության տարածքից են տարվել, որովհետև նման դեպքեր տեղի են ունեցել, նման դեպքեր եղել են, եւ դա ինձ հիմք է տալիս նման պնդումներ անելու։ Եվ եթե այսպես շարունակվի եւ մեղավորները չպատժվեն, նույն գործելավոճը շարունակվի, նույն ձեռագիրը շարունակվի, ես արդեն խիստ կասկածում եմ, որ տեղում ապրող հայ բնակչությունը կմնա իր տներում, այսինքն խնդիր կա, չէ, այդ մարդիկ ամեն օր չեն կարա, չէ, նման պայմաններում ապրեն։ Պարոն Դանիելյան, պետբյուջեի հաշվից ֆինանսավորվում է, կրթվել է նորաձև է այդ շարժումը, տեսեք ինչ լավ բան են անում, պետությունից փող են տալիս հարկատուների հաշվին, որ մեկ այլ հարկատուներ բան անեն, կրթվեն, լավ գաղափար է, լավ ծախս է սա։ Իրանք պետք է կրթեն, այդ կրթական օջախներ չկա, թող ֆինանսավորեն, թող լավ աշխատավար ստանեն ուսուցիչներին, դասախոսներին, կրթությամբ զբաղվող հատուկ մարդիկ կա, որոնք որ ավարտել են այդ ուրեմն այդ հատուկ որակավորում ունեցող մասնագետներ կան, որոնք որ կրթելու գործով պիտի զբաղվեն։ Սա նախընտրական քարոզարշավ է։ Ինչ կապ ունի կրթության հետ։ Բայց որ բյուջեից է վճարում, դա դուք խնդիր համարում։ Իհարկե, բա բյուջեից վճարում է հարկատու, հերոս հարկատուների հաշվին, իրանք քարոզարշավ են անում, ինչ կրել է նորաձևը։ Քարոզարշավ են անում այս մարդիկ։ Բայց ինչի՞ չեք գնում, Նիկոլ Փաշինյանը ասում է ցանկացած։ Բացի հետ կներեք, այդ մարդիկ, որ այդտեղ են, մի հատ նաև ես վերջերս բարձրաձայնել էի, որ այդ մարդկանց ստիպողաբար են տանում պետական հաստատություններից, ստիպողաբար մարդկանց են։ Եվ էսա խնդիր, եւ բյուջեի հաշվին հեծանիվ է քշում, բյուջեի հաշվին կրթվել է նորաձև է, բյուջեի հաշվին ոյաժներ է անում։ Գործողման չգնա։ Հա, 7 միլիոն 600 հազար դրամով տոմս առնեն գնան։ Այդ նորմալ է։ Նորմալ է դա։ Դե Հանցագործության մասին հաղորդում կներկայացնենք որպես կոռուպցիայի, որ պետբյուջեի հաշվին կրթվել է նորաձև շարժումն են անում, որը ոչ բոլոր հարկատուներին է իդեպ հասանելի։
Դե ես քանի անգամ եմ դրա մասին հայտարարել, մեկ անգամ եւս հայտարարում եմ, որ պետք չի մտնել բյուջե եւ իրենց քարոզարշավը ներկայացնել որպես հանցագործության մասին հաղորդում չէ։ Բա իսկ իմ որ եթերով ասում եմ, էտի չէ, այլևս չի, ով ասում որ տենց չի։ Դատախազություն ասում եմ, մամուլի հրապարակումները այլևս Այն որ ներկայացել ենք հաղորդումներ, այն տրցակներով գործերը, որ տվել են ընթացք են տվել այդ գործերին։ Քանի հատ գործ կա դատախազությունում դրած փոշին վեր նստած։ Միջևանցի եք, չէ՞, փորձել եք Նիկոլ Փաշինյանի հետ որպես երկու հայ քաղաքի մի քաղաքի երկու այսպես տարբեր բնակիչ, հանդիպեք, խոսեք, փորձնեք, այսպես մարտային ճանապարհով էլի հասկանալին չէ ուզում անել, տենց լավ լուրջ եք տալիս ես արծ։ Ինչ ձեր զեմլյակը չի։ Որ զեմլյակն է, ինչ է դի։ Որ զեմլյակը պիտի բան անես, այս մարդ ուրիշ գծի մեջ է, ինչ հանդիպեմ, ինչ խոսամ։ Ազգային ժողովում ասում ենք, ինչ պետք է հրապարակային, ես առանձին տեսախցիկներից դուրս իր այդ հանդիպելու ինչ ունեմ։ Ասել եմ, մթոմ են հարցերը, որ բարձրացրել ենք, բան են արել, հա, լուծել են կամ զբաղվել են։ Այդ որ հարցն են լուծել, որ